Ինչպես կառուցել ամուր կամուրջներ ծնող երեխա փոխհարաբերություններում։ Երեխան պատասխանի՝ ես նեղացա, դուք ինձ չեք սիրում, հաճախ լսվող արտահայտություններ։ Տակտիլ սիրո դրսևորումը համբուրվել, գրկախառնվել, եթե երեխան պարբերաբար իր ծնողներին, ընտանիքի անդամներին գրկախառնվելու, ամուր գրկելու ցանկություն է ունենում, կարևոր է տարբերակել, թե երեխան միայն ծնողների նկատմամբ է կարևորում գրկախառնությունը, թե օրինակ մանկապարտեզում մանկավարժը կամ հասակակիցներին հանդիպելիս, այստեղ շատ կարևոր է 3 րոպեի կանոնը։ Ուշադիր լինել աչք-աչք կոնտակտի հանդեպ։ Աչք-աչք կոնտակտը հենց փոխվստահության ձևավորման առաջին պայմաններից մեկն է։ Սա իմ խաղալիքն է, ձեռք չտաս, բայց ես քո խաղալիքով պիտի խաղամ։ Ոչ թե մենք ասում ենք ինչ վատ երեխա ես, նման քայլեր արեցիր, այլ ասում ենք այս պահին քո վարքը ինձ դուր չեկավ։ Ո՞րն է երեխաների շրջանում ամենակրկնվող, հաճախ հանդիպող վախը։ Երեխաների մոտ ծնողի կորստի վախն է։ Ողջույն, յուրաքանչյուր մարդ ունի առանձնահատկություններ եւ հիմնականում դրանք հոգեբանական են եւ տարբեր են խառնվածքներ այլ։ Երեխաների պարագայում առավել եւս այն խոսքերը, որոնք կարող են հանգստացնել երեխային, մեկ այլ երեխայի պարագայում հակառակը կարող են բորբոքել նրան։ Ինչպես կառուցել ամուր կամուրջներ ծնող երեխա փոխհարաբերություններում։ Ինչպես հասկանալ, որ մեթոդն է, որ վերաբերմունքն է, որը ել ավելի վստահելի է ձեր երեխայի համար։ Ինչպես ընտրել երեխայի հետ շփվելու լեզուն։ Այս ամենի եւ ավելինի մասին այսօր զրուցել ենք հոգեբան Ժենյա Վարդանյանի հետ։ Սակայն նախքան դա ուզում եմ ձեզ հիշեցնել մեզ բաժանորդագրվելու մասին։ Սեղմեք զանգակը հետագա ներբեռնումները բաց չթողնելու համար։ Ինչպես նաև կարող եք մեզ գտնել այլ սոցիալական հարթակներում, դրանք Facebook, Instagram եւ TikTok-ն են։ Եվ այսպես ծնող երեխա փոխհարաբերություններ։ Ինչպես հասկանալ, թե քո երեխան ինչ տիպին է պատկանում եւ որ լեզվով շփվել նրա հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Վարդանյան, մեթոդները երեխաների հետ շփվելու այս փոխհարաբերությունները կառուցելու շատ տարբեր են եւ դրանք բխում են երեխայի տիպից, հոգեկերտվածքից։ Դե հիմա խեղճ ծնող ունի մի քանի երեխաներ, բոլորը իրենց տեսակներով տարբեր են։ Ինչպես կարողանալ ճիշտ կողմնորոշվել, որ երեխայի բանալին որն է։ Շնորհակալություն հարցի համար, արդիական հարց է, ինչու, որովհետև մի երեխայի կարող են գրկել, նա ուրախանա, իսկ մյուս երեխային կարող են գրկել, բայց միևնույն է, նա ասի, ես նեղացա, դուք ինձ չեք սիրում։ Կամ կարող է երեխան ասել ծնողին, կգաս մի քիչ խաղանք, ծնողը զբաղմունք ունենա, երեխան պատասխանի, ես նեղացա, դուք ինձ չեք սիրում, հաճախ լսվող արտահայտություններ։ Սա պայմանավորված է նրանով, որ տարբեր են յուրաքանչյուր երեխայի սիրո լեզուները։ Մասնագետները տարբերակում են սիրո 5 լեզուներ՝ ֆիզիկական շփում, գրկախառնություն կամ գրկախառնություն, համատեղ անցկացված ժամանակ, նվերներ, որոնք տարբեր են տարբեր երեխաների դեպքում, եւ օգնություն։ Երեխան օգնություն է առաջարկում, մենք անմիջապես արձագանքում ենք նրա հարցին, թե թողնում ենք հետո։ Դրանով պայմանավորված ձևավորվում են հարաբերությունները երեխաների հետ։ Օրինակ, երեխան կարող է ասել, իմ ծնողները ինձ չեն սիրում, նրանք միշտ իրենց գործերով են զբաղված, կամ հեռուստացույց են դիտում, կամ այլ գործերով են զբաղված։ Դա նշանակում է, որ երեխայի սիրո լեզուն համատեղ ժամանակն է, կամ երեխան ինքը կարող է գալ գրկել։ Դա երեխայի սիրո լեզուն է, նորից արտահայտման ձևերն են տարբեր։ Ինչպես ենք տարբերակում երեխայի սիրո լեզուները, կախված նրանից, թե նա ինչ է հաճախակի խնդրում, ինչից է ուրախանում, ինչից է տխրում, ինչպես է արտահայտում իր սերը ծնողի մեծահասակի նկատմամբ։ Օրինակ, եթե երեխան ասում է, նայիր, տես ինչ եմ պատրաստել, նշանակում է երեխայի սիրո լեզուն համատեղ ժամանակն է։ Այս տակտիլ սիրո դրսևորումը համբուրվել, գրկախառնվել, եթե երեխան պարբերաբար իր ծնողներին, ընտանիքի անդամներին գրկախառնվելու, ամուր գրկելու ցանկություն է ունենում, արդյոք սա նշանակում է, որ առհասարակ նրա կյանքում սիրո դրսևորման եղանակը հենց տակտիլն է, այսինքն ֆիզիկական շփումը, թե սա միայն հարազատներին է վերաբերվում եւ
տալիս է ապահովության զգացողություն։ Բայց օրինակ մանկապարտեզում, դասարանում եւ նա անդադար փաթաթվելու ընկերներին համբուրելու կարիք չունենա։ Կարևոր հարց է, այստեղ կարևոր է տարբերակել, թե երեխան միայն ծնողների նկատմամբ է կարևորում գրկախառնությունը, թե օրինակ մանկապարտեզում մանկավարժը կամ հասակակիցներին հանդիպելիս, այստեղ շատ կարևոր է 3 րոպեի կանոնը ծնողի կողմից, ինչպես արդյունավետ կլինի, երբ հանդիպում է երեխային որոշ դադարից հետո, աչք-աչք կոնտակտը եւ գրկախառնությունը շատ կարևոր է յուրաքանչյուր երեխայի համար, մասնագետներն առանձնացնում են 3 րոպեի կանոն։ Իսկ որպես ֆիզիկական շփման օրինակ կարևոր է տարբերակել, թե որ միջավայրում է երեխան իրեն հատկապես նմանօրինակ դրսևորում։ Աչք կոնտակտի մասին մենք խոսեցինք եւ գիտենք, որ որոշակի ախտորոշումների պարագայում, խնդիրների պարագայում հոգեբանական, ինչպիսին է աուտիզմը, հիմնական խնդիրներից մեկը աչք կոնտակտից խուսափելն է, որքանով է կարևոր երեխայի հոգեբանական առողջության պարագայում ուշադիր լինել աչք կոնտակտի հանդեպ եւ որքանով է փոխվստահություն ձևավորելու մեջ կարևոր հենց աչքերի մեջ նայելու սովորությունը։ Շատ կարևոր նշեցիք, որովհետև աչք-աչք կոնտակտը հենց փոխվստահության ձևավորման առաջին պայմաններից մեկն է։ Իսկապես աուտիզմով տառապող երեխաները խուսափում են հիմնականում, այո, աչքերի մեջ նայելուց, ինչով է սա պայմանավորված։ Աուտիստիկ սպեկտրի խանգարումներից մենք առանձնացնում ենք տարբեր սիմպտոմներ, սիմպտոմներից մեկը աչք-աչք կոնտակտն է, եթե աչքերի կոնտակտը չկա, սա աուտիզմի սիմպտոմներից մեկն է համարվում, երբ երեխան խուսափում է աչք-աչք կոնտակտից։ Այսինքն, եթե երեխան սիրում է աչքերի մեջ նայելով խոսել, այս առումով կարող ենք հանգիստ լինել, որևէ աուտիկ խանգարումներ չունի։ Իհարկե, միանշանակ։ Նվերներ։ Երբեմն երեխայի վստահությունն ու սերը ստանալու համար մեծահասակները նվերների հնարքին են դիմում։ Կլինի քաղցրավենիք, թե խաղալիք, միևնույնն է, արդյոք սա վտանգավոր չէ, կաշառքի նման չէ, սեր եմ գնում։ Շատ կարևոր նշեցիք, կարևոր է տարբերակել սահմաններ դնել։ Երբ որ մենք խրախուսում ենք երեխային գործադրած ջանքերի արդյունքի համար, դու ստացար նվեր, որովհետև այս պահին ես քեզ նվիրեցի, որովհետև կամ երեխան ինքն է ասում, ես անակնկալ ունեմ քեզ, եթե նա հաճախ ծնողներին կամ մեծահասակներին կամ մտերիմներին, հասակակիցներին ասում է, ես անակնկալ ունեմ, անակնկալների լեզվով է խոսում, սա նշան է, որ նվերների լեզուն է երեխայի մոտ գերակշռողը։ Միաժամանակ շատ կարևոր է, որ տարբերակենք սահմանը, դա միանշանակ չլինի, երբեմն ժամանակ առ ժամանակ։ Եթե երեխայի հետ փոխհարաբերություններ ձևավորելը նվեր տալ եւ ստանալն է, այս երեխայի պարագայում այսպես է, կարելի է դրանից դարձնել սովորություն։ Նվերել շոկոլադ կամ ամեն ինչի անունը դնել նվեր, չֆիքսելով եւ չսպասելով որևէ իրադարձության կամ հստակ օրվան, առիթին չսպասելով։ Ես քեզ համար նվեր ունեմ, վերցրու կոնֆետ։ Ես քեզ համար նվեր ունեմ, միացրել եմ քո սիրած մուլտֆիլմը։ Սա աշխատող եղանակ է, չի վարքաբեկվի նվեր հասկացությունը։ Շատ կարևոր նշեցիք, իհարկե շատ կարևոր է միասին ժամանակ անցկացնելու համար համատեղ օրինակ կարելի է առաջարկել նաև արի միասին քո սիրելի ուտելիքը պատրաստենք կամ արի միասին քույրիկի համար անակնկալ պատրաստենք, նրան կնվիրենք։ Սա երեխայի մոտիվացիան, հետաքրքրությունը բարձրացնող վերաբերմունքի արտահայտություն է եւ ավելի ամրապնդում է ծնող-երեխա հարաբերությունները, ավելի վստահության մթնոլորտ է ստեղծում միանշանակ։ Եթե երեխան սովորի, որ ամեն դրական ինչ-որ բան տեղի ունենալու պարագայում պիտի նվեր ստանա։ Հետագայում ավելի հասուն կյանքում ինչ կերպ սա կանդրադառնա իր համար։ Ամեն գնացել է աշխատանքի, լավ է կատարել աշխատանքը, նվերի է սպասում ղեկավարից։ Ես ուշճացնում եմ իրավիճակը, բայց հարցս հետևյալն է. եթե երեխան մեծացել է լավ արարք նվեր ձևաչափում,
մեծահասակ կյանքում ինչ դրսևորումներ այն կարող է ունենալ։ Շատ կարևոր նշեցիք, որովհետև սոցիումի հետ փոխհարաբերություններում կարևոր է վաղ տարիքից սկսած երեխայի հետ հարաբերություններում վստահության ձևավորումը։ Այն միջավայրում, որտեղ երեխայի նկատմամբ հարգանքը, վստահությունը կարևորվում է, այս երեխաները հասուն տարիքում ավելի բաց են շփման առումով, սոցիումում ավելի հեշտ են իրենց վերագտնում, ավելի հաջողում են աշխատանքում, անձնական հարաբերություններում հեշտությամբ են անձնական հարաբերություններ կառուցում եւ միանշանակ նվերներից բացի կարելի է նաեւ խրախուսանքի այլ տարբերակներ, օրինակ խրախուսել երեխայի ոչ միայն քայլերի արդյունքը, այլև ջանքերը։ Հրաշալի է, որ դու այսպես կատարեցիր, ես տեսա դու ինչքան մեծ ջանք գործադրեցիր, կեցես, ապրես, կամ կարելի է երեխային ասել, ես չեմ կարողանում, ինձ կօգնես։ Երեխայի մոտ նման վերաբերմունքը ավելի վստահության մթնոլորտ է ձևավորում, նպաստում է ավելի վստահության հարաբերությունների ձևավորմանը ոչ միայն ընտանիքում, այլև սոցիումում։ Ես նկատի ունեմ, եթե երեխան սովոր է, որ ամեն բան ինչ նա անում է, պիտի իրեն գովեն եւ նվեր մատուցեն, հետագայում արդեն հասուն կյանքում արդյոք սա չի բարդույթավորի նրան եւ չի ստիպի անընդհատ սпасել հաստատման, խրախուսման, հետեւապես ազդի ինքնագնահատականի վրա։ Օրինակ, ես լավ արեցի իմ աշխատանքը գրասենյակում, բայց չնկատեցին դա, ընդունեցին որպես նորմա։ Հիասթափում, որովհետև նա սովոր է, որ պիտի ասեն, վայ ապրես, ինչ լավ ես արել աշխատանքը։ Հասկանում եք։ Արդյոք այս մոտեցումը հետագա հասուն կյանքում բարդույթների ու խնդիրների աղբյուր չի կարող լինել։ Երկու տարբերակ կարող է լինել, կարևոր դիտարկում է, եթե դա ծնողի կողմից է խրախուսանքը, նվերները, շատ կարևոր է, որ հիմնավորված լինի, թե ինչու այս պահին քանի որ դու այսպես արեցիր, դրա համար ես քեզ խրախուսեցի, դրա համար դու նվեր ստացար, կամ երեխան շատ հաճախ երեխաները իրենք են սիրում նվերներ մատուցել, երեխաներն էլ են շատ սիրում, իրենց էլ է հաճելի այս գործընթացը։ Շատ կարևոր է, որ սա որպես ընտանեկան փոքրիկ տոն լինի, այսպես ասած երեխայի համար, երեխան սովորի, որ միշտ չէ, որ այդպես կլինի եւ ապագայում պատրաստ լինի սոցիումում, ինչպիսի արձագանք դա կունենա, շատ կարևոր նշեցիք, իհարկե, կարևոր է, որ վերաբերմունքն այնպիսի լինի, որ սոցիումում միգուցե ամեն անգամ մեզ չխրախուսեն մեր դրական գործունեության համար, պատրաստ լինի, որ ամեն պահի չի այդպես լինելու։ Սա իմ խաղալիքն է, ձեռք չտաս, բայց ես քո խաղալիքով պիտի խաղամ։ Սա երեխաների տեսակ է, կամ միգուցե երևույթ շրջան, որը գրեթե բոլոր երեխաներն են ունենում, սակայն իհարկե ոչ բոլորը։ Կիսվելու, համատեղ խաղի կարևորության մասին եկեք խոսենք։ Եվ այն երեխաները, ովքեր թույլ չեն տալիս դիպչել իրենց խաղալիքներին, բայց համարձակորեն օգտվում են այլ մեկի խաղալիքից, սա արդեն ընդգծված բնավորության գիծ է, որը ամբողջ կյանքում ուղեկցելու է նրան, թե անցողիկ ինչ-որ մի երևույթ պայմանավորված ընտանեկան հանգամանքներով կամ դաստիարակությամբ։ Եթե առանձնացնենք, որ 2-ից 5 տարեկանում ձևավորվում է արդեն երեխայի բնավորությունը վաղ մանկության տարիքում, իսկ երեխան վաղ մանկության տարիքում կիսում է խաղալիքները կամ չի կիսում, սա պայմանավորված է եւ տարիքային առանձնահատկություններով եւ խառնվածքով։ Օրինակ, սովորաբար սանգվինիկները, խառնվածքի այս տիպը երեխաները հեշտությամբ են հարմարվում սոցիումում, հեշտությամբ են ընկերներ գտնում եւ հեշտությամբ են կիսում խաղալիքները։ Իսկ խառնվածքի մեկ այլ տիպը խոլերիկները, օրինակ, ովքեր էներգիայով լի են, նրանք կարող է խաղալիքները հեշտությամբ չկիսեն։ Այստեղ շատ կարևոր է մեծահասակի մոտեցումը, թե ինչպիսի մոտեցում ցուցաբերեն, որպիսի երեխան կիսի խաղալիքները։ Տվյալ դեպքում սանգվինիկները իրենք հեշտությամբ կիսում են, իսկ խոլերիկների համար կարևոր է ընտրության հնարավորություն թողնել։ Մենք ունենք 2 կամ 3 խաղալիք, որոնցից մեկով դու կխաղաս, իսկ մյուսով ընկերը կխաղա։ Նախապես մեծահասակը ապահովում է այս ընտրության հնարավորությունը, որպեսզի երեխային հնարավորություն տրվի կիսելու խաղալիքները, սովորի դրան։ Տեսեք, ծնողները մի քանի տեսակի են բաժանվում, նաև այս հարցում։ Ծնողներ կան, որոնք խրախուսում են, ասում են, այո, ինչի պիտի տա, դա քո խաղալիքն է, նույնիսկ տանից դուրս գալուց առաջ ասում են, հեծանիվդ որևէ մեկին չտաս, դույլդ որևէ մեկին չտաս։ Իհարկե դա չեն անում բացահայտ հենց խաղահրապարակում, նախապես տանը երեխային դրա մասին ասել են։ Նույն կերպ ասում են, եթե դու
գտնում ես քեզ նեղացրել են, պատասխանի, խփի, մազը քաշի եւ այլն եւ այլն։ Դա անում են տանը, ոչ խաղահրապարակում։ Սա ճիշտ է, արդյոք, եւ արդյոք պետք է այն երեխան, ով չի ուզում տալ, որ իր խաղալիքով խաղա մեկ այլ երեխա, պարտադրել, որ չէ պիտի տաս։ Կարևոր դիտարկում է, այստեղ երկու կողմից դիտարկենք հարցը։ Մի կողմից ծնողի մոտեցումն է, որ ծնողն ինչպես է նախապատրաստում երեխային, մյուս կողմից երեխայի խառնվածքով տարիքային առանձնահատկություններով պայմանավորված կարող է ընկերը խաղալիքով եւ խաղալիքը ջարդվի, սա երեխայի համար տրավմատիկ հիշողություն է առաջացնում։ Երեխան երկար տարիներ, երկար ժամանակ կարող է ասել. «Նա իմ խաղալիքը ջարդեց, ես նրանից նեղացել էի»։ Շատ կարևոր է ընտրել, թե որ խաղալիքները եւ որ իրերը հատկապես կիսել հասակակիցների ընկերների հետ, այն խաղալիքները, այն իրերը, որոնք երեխայի համար թանկ հիշողություններ են առաջացնում, կարևոր է, որ դա դրանով երեխան խաղա։ Իսկ իրավիճակները, որտեղ հնարավոր է կիսել խաղալիքները, տալ ընկերներին, հասակակիցներին, կարևոր է նաև սա սովորեցնել երեխային, իհարկե։ Եթե երեխան չի ուզում իր որևիցե իրը տալ որևիցե մեկին, թեկուզ ժամանակավորապես, պետք է նրան ստիպել, թե ոչ, թե երբ դու ստիպում ես կամ ինքդ ես վերցնում եւ տալիս մյուս երեխային, որտեղ նա լացում էր, դու իրեն սովորեցնում ես, որ քոնը կարող է նաև քոնը չլիներ, քո ձեռքից կարող է վերցնեն այն, ինչը քոնն է։ Սրա մասին շատ կարևոր է ժամանակ տալը երեխային։ Երեխան պետք է ինքը պատրաստ լինի կիսելու իր խաղալիքները, պատրաստ լինի նոր շփման, սոցիումում իրեն տարբեր երեխաների հետ տարբեր վարք է դրսևորում, ընկերներ ընտրելիս, մեծահասակների հետ շփման ժամանակ։ Այստեղ շատ կարևոր է, թե սոցիումում ինչպիսի խմբում է նա, օրինակ մանկապարտեզներում մանկավարժի կողմից շատ կարևոր է տարբերակել, թե երեխային ինչպես պատրաստել հասակակիցների հետ խաղալիքները իր իրերը կիսելուն։ Կարելի է պայմանավորվել վաղը քո խաղալիքով ինքը կխաղա, իսկ դու իր խաղալիքով կխաղաս։ Այսպիսի նյուանսներ կան, որոնք շատ կարևոր է մեծահասակի կողմից երեխայի նկատմամբ ցուցաբերել։ Պատիժը ինչ կերպ է ազդում երեխայի վրա, ինչպես է նա պատիժը ընկալում եւ արդյոք պետք է պատժից խուսափել առհասարակ։ Շատ կարևոր դիտարկում է, որովհետեւ եթե մենք երեխայի նկատմամբ պատիժ ենք կիրառում, դրանից երեխայի վարքը կարող է փոխվել եւ մենք առաջին պահին չպատկերացնենք, թե ինչու է երեխայի վարքը փոխվել։ Օրինակ դրանից պատժի հետևանքով երեխան կարող է պարփակվել, խուսափել սոցիումի հետ շփման դուրս գալուց, խուսափել մեծահասակների հետ շփումից, խուսափել հուզական կապեր արտահայտող հարաբերություններից։ Օրինակ կարող է երեխայի մոտ ագրեսիվ վարք դրսևորվել դրա հետևանքով, բայց մենք առաջին պահին դժվարանանք կողմնորոշվել, թե ինչու է երեխան ագրեսիվ։ Դա դրանից պարփակվում է երեխան, պաշտպանության պակաս է զգում, անվտանգության պակաս է զգում եւ պարփակվում է ինքն իր մեջ եւ որ ամենավտանգավորն է խուսափում է սոցիումի հետ ներդաշնակ հարաբերություններ ունենալուց։ Դաստիարակության ընթացքում պատիժը տեղ ունի, թե առհասարակ հարկավոր է բացառել։ Հարկավոր է բացառել, ուղղակի նայած ինչպիսի մոտեցում ենք մենք ցուցաբերում։ Օրինակ, ոչ թե մենք ասում ենք ինչ վատ երեխա ես, նման քայլեր արեցիր, այլ ասում ենք այս պահին քո վարքը ինձ դուր չեկավ, կամ հակառակը դրական վարք է ցուցաբերում, ես տեսա, որ դու օգնեցիր ընկերոջդ, հրաշալի է, կեցես, կամ երեխան հուզական ապրումներ է ունենում։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչով է պայմանավորված երեխայի հույզերը։ Մենք առաջին պահին կարևոր է ոչ թե դրան լուծում տանք, այլ երեխան անվանի իր հույզերը։ Այստեղ մենք գործ ունենք հուզական ինտելեկտի հետ։ Մենք հաճախ երեխաներին սովորեցնում ենք գրել, կարդալ, հաշվել, սակայն շատ կարևոր է նաև, որ երեխային սովորեցնենք ինչպես կառավարի իր հույզերը, ճանաչի իր հույզերը եւ դիմացինի հույզերը։ Սա նպաստում է սոցիումի հետ ներդաշնակ հարաբերություններ ձևավորելուն։ Եվ նման պարագայում արդեն պատիժը մի կողմ է մղվում, այլ երեխայի հետ տարբեր մոտեցումներով վերաբերմունքն է ձևավորվում։ Արդյոք հաճախ պատժի ենթարկված երեխան ունենում է որոշակի ագրեսիա, որը հետո դրսևորվում է իր հասակակիցների հետ փոխհարաբերություններում։ Միանշանակ կարող է ինքնավստահության պակաս առաջացնել երեխայի մոտ, կարող է ինքը մտածի միգուցե ես այդքան էլ լավը չեմ, շփման դժվարությունների է հանգեցնում, ինքնագնահատականի ցածր ինքնագնահատականի է հանգեցնում, քանի որ հատկապես սա
շատ կարևոր է հաշվի առնել ավագ նախադպրոցական եւ կրտսեր դպրոցական տարիքում, որտեղ մենք գործ ունենք ինքնագնահատականի ձևավորման հետ, հատկապես եթե այս տարիքում երեխային դիտողություններ շատ է արվում, դա հետագայում իր դրսևորումներն է ունենում, կարող է հուզական կապերը խաթարվի մեծահասակի հետ, դա լինի ծնող, թե մտերիմ, թե մեծահասակ, ում հետ երեխան առօրյա շփման մեջ է։ Պատիժը երեխայի մեջ կարող է ագրեսիայի ալիք բարձրացնել եւ հետո այդ զգացողությունը ազդի նրա ընկերների հետ փոխհարաբերություններում։ Այսինքն երեխային տանը հաճախ են պատժում, հաճախ են նկատողություն անում, հետեւապես բակում նա դրսևորում է որոշակիորեն ագրեսիվ վարքագիծ։ Օրինակ, հարվածել, գոռալ, մազը քաշել, քաշքշել եւ այլն։ Միանշանակ շատ կարևոր դիտարկում է, երեխան կարող է այդ վարքը փոխակերպել մեկ այլ վարքի դրսևորման, այդ դրսևորումն ունենալ շփման տարբեր միջավայրերում, իհարկե շատ կարևոր է։ Այն վարքը, որը երեխան դրսևորում է իր հասակակիցների հետ փոխհարաբերություններում, նույնական է նրա հանդեպ վերաբերմունքի մեծահասակների կողմից։ Մի պարագայում կարող է նույնական լինել, մի պարագայում կարող է փոխակերպվել մեկ այլ մեծահասակից, բայց երեխան շատ հաճախ ինչ վերցնում է, դա էլ անդրադարձնում է, այսպես ասած, թե մենք ինչ ենք տալիս երեխային, նույնն էլ երեխան վերադարձնում է, այսպես ասած։ Դրա համար էլ ասում են երեխան ընտանիքի հայրն է։ Ինչպես կարող է երեխան ինքնուրույն իդենտիֆիկացնել իր զգացողությունները առանց մեծահասակի միջամտության։ Սա հմտություն է, որը պետք է ներդնի ծնողը կամ մանկավարժը երեխայի մեջ, անդադ շեշտելով՝ հիմա դու տխուր ես, հիմա դու զայրացար եւ այլն։ Թե սա քանի որ զգացողությունները այդ իրենք հենց բնույթով եւ ծագումով բնական են եւ բնությունից են, միջամտել պետք չէ ինքը իդենտիֆիկացնի արդեն։ Շատ կարևոր է մեծահասակի կողմից ուսուցանելը։ Մենք նշեցինք հուզական ինտելեկտի մասին, շատ կարևոր է երեխան տարբերակի հույզերը։ Դու տխուր ես, որովհետև, կամ դու բարկացար, որովհետև խաղալիքը կոտրվել է, կամ հարցնենք, եթե ընկերը տխուր լինի, դու ինչ կարող ես անել, կամ օրվա վերջում առանձնացնենք օրվա ընթացքում ունեցած երեխայի հույզերը, թե ինչ հույզեր է ունեցել։ Շատ կարևոր է, որ սրանք ուսուցանվի նաև մեծահասակի կողմից, ոչ միայն ծնողի, այլև մանկավարժ այն մեծահասակը, ով գործ ունի տվյալ պարագայում երեխայի հետ, կամ ես ուրախացա, որովհետև դու այսպես արեցիր։ Շատ կարևոր է, որ երեխան կարողանա իր հույզերը տարբերակել եւ ըստ հույզերի լեզվի երեխայի հետ շփումն ապահովել։ Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում 5-6 անցումային տարիքներ է վերապրում, որոնցից ամենահայտնին թերևս 18 տարեկանն է։ Բայց արի ուտես, որ նախքան դա մարդը մի քանիսը արդեն վերապրած է լինում, որոնք են երեխայի տարիքային ճգնաժամային այդ անցումային տարիքները։ Շատ կարևոր նշեցիք, վաղ տարիքում 3 տարեկանի ճգնաժամն է շատ կարևոր, որտեղ երեխան, որի ընթացքում երեխան կարող է մերժել մեծահասակին, շատ հաճախ երեխան խուսափում է մեծահասակների կամ տատիկ պապիկների հետ շփումից, որը որ նեղվելու նեղվածության առիթ է առաջացնում, բայց սա պարզապես տարիքային ճգնաժամի արտահայտություն է, դրսևորման ձև է, որ երեխան մերժում է մեծահասակի հետ հարաբերությունները։ Ձևավորվում է երեխայի աշխարհայացքը, մտածելակերպը եւ աշխարհայացքի մտածելակերպի ձևավորման փուլում երեխային շատ կարեւոր է այս փուլում 3-ից 4 տարեկանի շրջանում հանգստություն դրսևորել երեխայի հույզերի վերաբերմունքի նկատմամբ, թե սոցիումի հետ ինչպիսի դրսևորումներ ունի։ Այս տարիքում երեխան աստիճանաբար սկսում է իրեն զանազանել ծնողից, մայրիկից եւ գիտակցել եսը։ Այո։ Այո։ Եսի ձևավորման փուլն է նաև միաժամանակ ես կոնցեպցիայի ձևավորման փուլն է, երբ երեխան ասում է ես ինքս, ես ինքը շատ կարևոր է այս պարագայում, որպեսզի թույլ տալ, այո, որպեսզի մեծահասակի հետ շփումը ներդաշնակ լինի, հարցնել երեխայի կարծիքը, հարցնել օրինակ դու ինչպես ես մտածում, կամ խաղային գործընթացում երեխային հնարավորություն տալ ընտրելու, իսկ հետո ինչ կանես, իսկ հետո ինչ կլինի, կամ ավելի մեծ տարիքում, դպրոցական տարիքում երեխայի հետ զրույցի ժամանակ արի պատկերացնենք 1 տարի հետո ինչպիսին կլինես, երբ մենք երեխային հնարավորություն ենք տալիս դեպի ապագա հետոյի պատրաստվելուն, երեխայի մոտ սա ներդաշնակություն է առաջացնում մոտեցումը եւ ավելի հեշտությամբ ներդաշնակ հարաբերություններ է կառուցվում մեծահասակի հետ։
Ժենյա, տեսեք, հաճախ կրկնվող իրավիճակ, երեխան տատիկ պապիկի հանդեպ այսօր կմահաճ է, չի ուզում առանձնապես հաղորդակցվել եւ այստեղ մեղավոր է մայրիկը։ Արդյոք ճիշտ է այն կարծիքը, որ ինչ վերաբերմունք որ բարեկամների հանդեպ ունեն ծնողները, երեխան դա տեսնելով կրկնօրինակում է։ Այսինքն նույնիսկ եթե այդ հյուրը, այդ անձնավորությունը այդ պահին իրենց տանը չեն, բայց իր մասին խոսվում է կամ ինչ որ կերպ վերաբերմունք է դրսևորվում, ապա երեխան լինելով շատ ավելի ուղղամիտ, հենց նրա ներկայությամբ դրսևորում է այդպիսի վերաբերմունք։ Թե դա կարող է լինել երեխայի անձնական զգացողությունն ու վերաբերմունքը։ Շատ կարևոր դիտարկում է այստեղ տարիքային առանձնահատկությունն է։ Եթե հաշվի առնենք, որ մի տարեկանում երեխայի համար կարևոր է մայրիկից բաժանման վախը, մասնագետները նշում են, որ երեխան զգում է, թե մայրիկը դեպի ում է ձգտում, երեխան նրա հետ ավելի հեշտությամբ է մտերմանում եւ երեխային պատրաստել այլ մեծահասակների հետ շփման 1 տարեկանի սահմանում շատ կարևոր է, որ ծնողը մայրիկը թույլ տա երեխային այլ մեծահասակների հետ շփման, մայրիկից է սա ձևավորվում եւ մայրիկից բաժանման վախը այս դեպքում ավելի սահուն է ընթանում, իսկ ավելի բարձր տարիքում, նախադպրոցական տարիքում, դպրոցական տարիքում սա երեխայի մոտեցումներով է պայմանավորված եւ շատ կարեւոր է երեխային ընտրության հնարավորություն տալ։ Երեխան եթե վաղ տարիքում զգում է, որ մայրիկը մեծահասակի նկատմամբ ձգտում է իրեն մտերմացնել, երեխան հեշտությամբ հարմարվում է սոցիումի հետ, նոր միջավայրի հետ շփվում, հարաբերությունների ձևավորման։ Ժենյա, երբեմն երեխաները հրաժարվում են մանկապարտեզ գնալուց, դժգոհում են դայակից, մանկավարժից, շատ հաճախ նաև իրենց տուն եկող դայակից։ Սա անցալել որպես հարմարվելու շրջան, ինչքան սпасել, եւ որ պարագայում այլևս ընկալել, որ երեխայի հանդեպ վերաբերմունքը այնպիսին չէ, ինչպիսին պիտի լինի, եթե երեխան շարունակում է պնդել, որ իրեն այդ շփումն ու այդ վայրը դուր չի գալիս, որը պիտի այդ ահազանգը լինի, վստահել երեխային, թե ոչ, այդ զգացողությանը, որ այսինչ դաստիարակը, այսինչ մանկավարժը, այսինչ դայակը կամ նույնիսկ բարեկամը իրեն դուր չի գալիս եւ ինքը հրաժարվում է շփվել։ Շատ կարևոր դիտարկում է, այստեղ կարևոր է երեխայի անձնային առանձնահատկությունները։ Մի երեխան հեշտությամբ է հարմարվում սոցիումում նոր հարաբերություններ ձևավորվելու փուլում, իսկ մյուս երեխան դժվարությամբ է ընտելանում մտերմանում նոր միջավայրում։ Այստեղ շատ կարևոր է մեծահասակի մոտեցումը։ Մի տարբերակ օրինակ բալիկը դեռ ադապտացիայի հարմարվողականության փուլում մանկապարտեզում չէր քնում, մայրիկը նրան ասել է մանկավարժը քո մորաքույրն է, իմ քույրիկն է եւ այդպես ռիտուալ են փոքրիկ ստեղծել մտերմանալու, այդպես հագուստի առումով տարել է իր սիրելի հագուստը, գիտես ես քո սիրելի հագուստն եմ հիմա բերել, բալիկը հաջորդ օրվանից քնել է պարտեզում, բայց սա միանշանակ չէ։ Կան երեխաներ, որ մերժում են կտրուկ մեծահասակի հետ շփումը։ Այստեղ ահազանգը այն պարագայում է, երբ երեխան մերժում է մեծահասակի հետ շփումը։ Կարևոր է այս պարագայում ժամանակ տալ, սպասել։ Հոր ներկայությունն ու կարևորությունը ընտանիքում ցավոք սրտի այսօր մեր հասարակությունում բարձրացել է ամուսնալուծությունների թիվը եւ գնալով էլ ավելի է աճում։ Արդյոք բաժանված ամուսնալուծված ընտանիքի երեխաներ ունեն ապահովության զգացողության պակաս եւ ինչպես վարվեն միայնակ մայրիկները ամուսնալուծված, որպեսզի լրացնեն երեխայի մոտ այդ անապահովության, այսինքն ապահով լինելու զգացողությունը լրացված լինի։ Շատ կարևոր է թե երեխան մայրիկի մոտ է, թե հայրիկի մոտ, բայց մինչ այդ շատ կարևոր է նաև տարիքային փուլերը, թե որ փուլում է հայրիկը բացակայում երեխայի ընտանիքից, երեխան որ տարիքից է մայրիկի հետ գտնվում։ Օրինակ մասնագետները նշում են, որ 3-ից 4 տարեկանի սահմանում շատ կարևոր է տղա երեխաների կյանքում հայրիկի ներկայությունը, իսկ աղջիկների կյանքում դեռահասության տարիքում է շատ կարևոր հայրիկի ներկայությունը։ Այստեղ շատ կարևոր է նաև հասակակիցների հետ շփման ընթացքում ինչպեսի հարցեր կբարձրացնեն։ Մի երեխա ասում է, գիտեք, իմ հայրիկը ինձ համար սա գնեց, մի երեխա խոսում է իմ հայրիկի մայրիկը, երեխան մտածում է, իսկ ես ինչպես պիտի պատասխանեմ։ Այստեղ ոչ միայն ապահովության զգացումն է, այլև հասակակիցների հետ շփման ընթացքում
թե երեխան ինչ զգացողություններ կունենա, երբ ընկերները կխոսեն իրենց հայրիկներից կամ մայրիկներից, ով բացակայում է տվյալ դեպքում, մի ծնողի բացակայության դեպքում։ Ինչպես կարող ենք այսօր անկյունները հարթել եւ երեխայի համար համեմատաբար փափուկ միջավայր ստեղծել։ Շատ կարևոր է, եթե երեխան գտնվում է մայրիկի հետ, հայրիկի հետ ժամանակ առ ժամանակ հանդիպումներ լինի, կամ եթե հանդիպումները հնարավոր չեն, ռեալ չեն, որ հանդիպումներ կլինի, ինչ որ ձևով հարաբերություններ, սա հայրիկն է քեզ համար ուղարկել, նա քեզ համար սա է ուղարկել, որ երեխան երկկողմ ծնողների կողմից սիրված զգալու զգացողություն ունենա, իրեն սիրված զգա։ Որն է երեխաների շրջանում ամենակրկնվող հաճախ հանդիպող վախը։ Եվ ծնողների դպրոցական տարիքում, արդեն կրտսեր դպրոցական տարիքում երեխաների մոտ ծնողի կորստի վախն է։ Այս տարիքում երեխաները սկսում են արդեն մահվան մասին հարցեր տալ, անգամ կարող է երեխան վաղ մանկության տարիքից մահվան մասին հարցեր տալ։ Ամենադժվար հաղթահարելի վախը կորստի վախն է, թե ինչպես պատմել երեխային կամ ինչպես ասել։ Հաճախ կարող ենք հանդիպել վաղ տարիքում երեխան կորցնում է ծնողին, հարց է առաջանում, ինչպես ասել երեխային, նրան հանդիպելու ես, թե չես հանդիպելու։ Շատ կարևոր է, հեքիաթներ կան, հեքիաթաթերապիայում հաղթահարվում է այդ փուլերը եւ ըստ հեքիաթաթերապիայի մոտեցումների համապատասխան մասնագիտական մոտեցումները օգնում են համեմատաբար այս տրավման հեշտությամբ հաղթահարելուն։ Իդեպ վախի մահը նաև մեծահասակների հասուն մարդկանց շրջանում է ամենից տարածված վախի ձևը։ Շատ կարևոր նշեցիք միանշանակ, այո։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հաճելի բովանդակալից զրույցի համար։ Գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր եւ թեմաներ, որոնց կուզենայիք, որ մենք անդրադառնայինք։ Հարցերին կպատասխանեն մասնագետները, թեմաներին կանդրադառնամ ես։ Հանդիպելու ենք կրկին, սակայն նախքան հաջողություն ասելը մեկ անգամ եւս հիշեցնում եմ, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակը, հետագա ներբեռնումները բաց չթողնելու համար։ Իսկ հիմա առայժմ